Ես տեսա Ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց։ Ես տեսա Ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը։ Ասել կուզի մեր դժբախտությունների համար մեղավորենք նախ և առաջ մենք։ Եվ ուրեմն մեզ պետք եղած ուժը պետք է փնտրենք մեր մեջ։ Սրանք ըստ էության ցեղակրոնության գաղափարի երկու հիմնական դրույթներն են։ Հայ հեղափոխական դաշնակցության Փարիզում գումարված 12-րդ ընդհանուր համաժողովի քննարկմանն եմ առաջարկում դնել 3 հիմնական հարցեր։ Առաջին, ձգտել, որ գաղութահայությունը դառնա զինական գործոն։ Երկրորդ, կենտրոնացնել հայ երիտասարդությունը ապակուսակցական հողի վրա։ Եվ երրորդ, բոլոր ուժերը կենտրոնացնել հակաթուրքական ճակատում։ Այս գլխավոր գործոններով է, որ պիտի կարողանանք նորից թեժացնել մեր ընդհանուր պայքարի կրակը և ներգրավենք նոր ուժեր ու հասնենք մեր բաղձալի նպատակին։ Այն է վերադարձնել հային իր հայրենիքը։ Թույլ կտակ, ընկերներ, համեցեք։ Իսկ ձեզ չի թվում ընկեր Գարեգին, որ ձեր քարոզած ցեղակրոնությունից ազգայնամոլության իսկ կոտարների համար նույնիսկ ռասիզմի հոտ է Լսենք իրար։ Որքանով է նպատակահարմար, որ դաշնակցությունը իր շարքերում ընդգրկի ապակուսակցական երիտասարդների, որոնք քաղաքական դիրքորոշում բացարձակապես չունեն և դրանով իսկ դառնա ազգայնամոլության գաղափարախոսը։ Դուք դրա մեջ ոչ մի վտանգ չեք տեսնում։ Հանդիս ընկերներ, լսենք։ Ես իսկապես չէի ցանկանա մեջ բերել այստեղ մեր դասակարգային ամենամեծ թշնամիներից մեկի Լենինի խոսքերը, սակայն այս պարագայում իրավամբ դա տեղին են։ Փոքր ազգերի նացիոնալիզմը չի կարելի շփոթել մեծ ազգերի նացիոնալիզմի հետ, որը կարող է կործանարար լինել ողջ մարդկության համար։ Իսկ մենք այսօր փոքր ազգ ենք, ընկեր Հովհաննես, փոքր սահմաններով։ Ներկայումս ես աշխատակցում եմ հայ գաղթօջախներում տարբեր պարբերականների հետ և ցավով կարող եմ նշել, որ դրանց տապականակը ողբալորեն փոքր է և ոչ այն պատճառով, որ միջոցներ չկան, այլ որովհետև հայ երիտասարդությունը սարսափելի տեմպերով սկսել է ձուլվել տեղի երկրների բնակչությանը և նրան քիչ են հետաքրքրում շեփական ազգի ներկան և ապագան։ Եվ դա այն դեպքում, ընկեր Հովհաննես, երբ աշխարհում տիրում է բացարձակ ազգային շարժումների վերելք։ Դուք այս բանը հասկանում եք, ընկեր Հովհաննես։ Ընկեր Գարեգին։ Չէ, ես հանգիստ եմ, հանգիստ։ Ընկեր Գարեգին, ես ավելի քան համոզված եմ, որ նացիոնալիզմը չի կարող դառնալ դաշնակցության դրոշակը։ Այո։ Հակառակ դեպքում հայրին հյուրընկալած օտար երկրների կառավարությունները, որոնք հիմնականում եվրոպական արժեքներ են դավանում, կարող են մեզ համարել դեպի քարանձավները ձգտող ասիական հետամնաց ազգ։ Այսքանը։ Աչքերդ բաց արա Հովհաննես, աչքերդ բաց արա։ Հայկական գաղթօջախներում հիմա գործում են ապազգային աղանդներ, թուրքերի կողմից տարվում է հակահայկական քարոզչություն, որոնք իրենց հերթին օգտագործում են եվրոպացի
հասարակական ծախուգործիչներին։ Իսկ նրանք իրենց հերթին հայրին ներկայացնում են աշխարհին անհայրենասեր, անմարտունակ, բացարձակ բարականից զուրկ թալանչիրեր։ Էլ չեմ ասում, որ որոշ կուսակցականներ սկսել են լքել հայկական հարցը։ Համակերպվել են այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում գտնվող հայկական տարածքներից և միաձուլվել։ Այդ ուրացումը մեզ սերունդերի աչքերում կդարձնել անընդունելի։ Քեզ ոչ ոք չի թույլ տվել խոսել, Բոլոյան, ընկեր Ռուբեն, իրոք։ Այս